Երբ այգուց գողանում են հազարան բլբուլին, այգին եւ ընդհանուր առմամբ հայոց աշխարհը թոշնում է, թառամում է, կյանքը կանգ է առնում։ Ու այստեղ մի կարևոր նախապայման կա, գիտեք, հերոսը գողը, ով որ մտել է տուն, հայոց տուն, եւ գողացել է հայկական հազարան բլբուլին, այսինքն այդ համակարգը, որը ծաղկեցնում է այգին, այգին արդեն հասկացեք հայրենիք, հասկացեք պետականություն, հասկացեք քաղաքակրթություն, հասկացեք մշակույթ։ Մի կարևոր պայման կա այդ գողի առջև դրված, ինքը չպետք է հետ նայի, այլապես տեղում կքարանա։ Ես կարծում եմ, որ մեր գողերը, մեր հազարան բլբուլները, գողացողները այդ հետ նայելու ճանապարհն են ջնջում հետևողականորեն, որովհետև եթե իրենք հետ նայեն, իրենք կքարանան։ Իսկ դա մեր անցյալն է, դա մեր 15 թիվն է, դա մեր ծիծեռնակաբերդն է, դա մեր ծեսերն են, դա մեր ազգային հյուրասիրությունն է, դա ինչ ասեմ, մեր էպոսն է, դա մեր այծեմնիկն է։ Ինչու ենք մենք ճանաչում Ժաննա դ'Արկին, բայց չենք ճանաչում Անիի պարիսպների վրա իր մարմնից նետերը հանող եւ իր վերջին նետերով թշնամուն սպանող այծեմնիկին։